Եթե մենք զինված ենք, սպառնալիք չի, իհարկե փաստն է հետաքրքիր, որ նախ երբ եղավ 21 թվականի մարտի 16-ի պայմանագրի տարելիս է 2011 թվականին Մոսկվայում նախագահները փոխանակեցին պատճենները, այդ դա էր վատ։ Եթե այդ դեժավյուն շարունակվի, ռուս-թուրքական դեժավյու, իհարկե վատ է։ Ցանկացած հարցում, եւ տնտեսական, եւ ֆինանսական, եւ քաղաքական, կան եւ բարադրական եւ բացական հարաբերություններ է, դա բնական է։ Եվ ցանկացած պետություն ունի իր շահը ցանկացած հարցում եւ քաղաքական, եւ ֆինանսական, եւ տնտեսական։ Դժվարանում եմ ասել ինչ որ մեզ վնասել է մեր զինված ուժերը այնքան ուժեղ են, որ ինչքան էլ Ադրբեջանը զենք գնի, կուտակի բան Հայաստանին չի կարա ոչ մի բան անի։ Պարզապես Ռուսաստանը տեսնում է, որ մեզ մոտ իշխանությունը չի պատկանում ժողովրդին եւ ինչպես իրեն հարմար է գտնում, այդպես էլ վարվում է։ Խնդիրը դա է։ Մեր խնդիրը պարզապես իշխանությունը վերցնել մեր ձեռքը։ Ես չեմ համարում, որ այս իշխանությունը ժողովրդի իշխանությունն է։ Հայ ղեկավարությունը լրիվ կախված է Ռուսաստանից։ Ոնց Ռուսաստանը թելադրեց, նրանց էլ պետք է անի, ուրիշ ճար չունի։ Հարցը միայն զենքը վաճառելով չէ։ Եթե ծրագրի մեջ գա նման բան, այդեն կլինի։ Համայն աշխարհի հայ ժողովուրդը ի վիճակի են իրենց պաշտպանելու։ Իսկ զենքի տեսակետից ինչքան էլ որ իրենք չնայած որ վատ է սպառազինումը, ամենայն դեպս մեզ էլ են ստիպում, որ մենք էլ սպառազին ենք, նենց որ մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեզ, մենք չենք հարձակվի, բայց միշտ կպաշտպանենք ու հակահարվածը կտանք։ Իհարկե սպառնալիք կլինի, եթե զենք է վաճառում, հնարավոր է։ Իհարկե սպառնալիք է, բայց դե ինչ պիտի անես, պատերազմենք, չէ՞, սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Եթե դաշնակից ընկերախիա նրանց զենք տալի, թողաստե մի հատ մեզ պոլիգոն սարքի սաղի Թուրքիայով, Մուրքիայով վախենան։ Ես կարծում եմ դա քաղաքականություն է եւ դրա պատասխանը մեր այրերը պետք է տան, ոչ թե սովորական քաղաքացիները։ Ամեն պետություն իր շահերը ունի։ Ռուսաստանը իր շահերը ունի։ Իսկ մենք ուզում ենք, որ Ռուսաստանը մեր շահերը տա։ Այդպես չի լինում։ Նախ պետք է մտածես ռուսների անունից։ Դե ռուսները ինչ են մտածում։ Նա վաճառում է։